Բարբազյան, ազգային ժողովը օրերս ընդունեց ընտրելու իրավունք ունենալու նոր պահանջներ սահմանող նախագիծը, ասում են, որ սա ուղիղ կապ ունի ձեր եւ ձեր ընտրողների հետ։ Ինչի համար է այս հապճեպությունը ընդունել այդ օրինագիծը նոր ընտրությունների են պատրաստվում։ Իրենք դրանով թաքցրեցին այն մանիպուլյացիաները, որոնք արեցին մեր նկատմամբ։ Բացարձակ մեզ համար մեկ շարունակություն չունի, որտեղից են գալիս, ովքեր են ընտրում, մենք հենվում ենք հայ ժողովրդի վրա։ Դրա համար դրանով իրենք ծածկեցին իրենց ստերը, որ նախընտրական փուլում իրագործում էին մեր նկատմամբ։ Այսինքն այդ աղմուկը ուզեցին փաստագրեն։ Այդ աղմուկը չկար, իրենք հնարեցին, իրենք հորինեցին, իրենք ձևավորեցին այդ աղմուկը, հիմա էլ ժամանակն է դա ինչ որ ձևի չեզոքացվեցին։ Եվ կարծեք 2 օր անց ձեր խափամիջոցի հարցն է դարձյալ քննվելու, դատարանից ինչ եք ակնկալում այս անգամ հաշվի առնելով, որ իրավիճակը հետընտրական է։ Այս անգամ չգիտեմ ինչ եմ ակնկալում, դատարանը կորոշի։ Պարոն Կարապետյան, նախընտրական շրջանում ասում եք, որ փոփոխությունները հիմնականում մարզերից եք սկսելու։ Հիմա ինչ որ բան փոխվել է ձեր քաղաքականության մեջ։ Էլի մարզերից ներդրումների մարզերից սկսելու ենք, մասնակցել ենք բոլոր ոչ բոլոր, հիմնական թիմ ընտրություններին, դա լինելու է մեր գաղտնի ծրագրերի մաս, տանելու ենք հաղթանակներ, դուք էլ կտեսնեք։ Պարոն Կարապետյան, դուք տեղյակ եք եղել, որ ՀԵՑ-ը ձեր այլ ընկերություններից գնումներ է կատարել իր կարիքների համար, թե որ դա խնդրառույց համարել է, թե ոչ։ Դե հիմա չի կատարում, դուք էլ նայեք ՀԵՑ-ի վիճակը։ Ասում են հիմա 50 միլիոնյա բանը ֆինանսական պարտավորություն են կատարել, հայտարարում են, հա։ 50 միլիոնի ֆինանսական պարտավորություն կատարում են, որովհետև ուրիշ ոչ մի բանի հնարավորություն չունեն։ Այսինքն իրենք փոխանակ արդիականացնեն, նոր միացումներ կատարեն, որ դուք պատկերացնեք, ընդամենը 100 հատ նոր միացում են արել, 3000, 3500-ի փոխարեն։ Դրա համար առաջացել է այդ գումարը, մեծ խելք պետք չէր, որ բանկերի պարտավորություն փակելը, այդ խելքը նրա համար է, որ իրագործեն արդիականացում, նոր միացումներ կատարեն, դրա համար իրենք այնտեղ ամբողջությամբ ձախողվել են, դուք էլ ուսումնասիրեք, կտեսնեք։ Գնաք, բայց դուք խնդրառույց չեք համարում, որ ձեր մի ընկերություն մյուսից գնում է արել, այլ մրցույթ չի հայտարարել, որովհետև այլտեղից կարող է ավելի էժան ձեռք բերել։ Դե հիմա կարող են ավելի էժան ձեռք բերել, բայց չեն կարողանում ձեռք բերել, դրա համար չեն կարողանում այդ ներդրումային ծրագրերը կատարել։ Բա թող ձեռք բերեն, մի տարուց ավել կառավարում են։ Դուք կարծում եք, որ ՀԵՑ-ի համար շահավետ եղել, երբ որ ձեր մյուս ընկերություններից են գնում։ Իհարկե ոչ միայն ՀԵՑ-ի համար։ Մյուս ընկերությունը դա ինչ է նշանակում։ Դա գործարաններ են, որոնք կառուցվել են, որտեղ աշխատում են շատ աշխատողներ, հարկեր են վճարում Հայաստանում, իսկ իրեն գնացին ուրիշ ճանապարհով, փորձում են ինչ-որ բաներ գտնեն, ապացուցեն, բայց արդեն 1 տարի անցավ, դեռ ոչ մի բան չգտան, չապացուցեցին։ Սովորական ՀԵՑ-ն էլ փորձանքի կբերեն, ոչ։ Սովորական քաղաքացին ինչպես պիտի զգա պարոն Կարապետյան այդ ներդրումների չկատարելը, նշում եք, որ դրա հաշվին են 50։ Սովորական քաղաքացին, սովորական բիզնեսմենները ամեն օր դա զգում են հիմա, որովհետև 40%-ից ավելացել են անջատումներ։ Իսկ բիզնեսմենները, մի օրինակ բերեմ, գործարան կամ հյուրանոց կամ շենք են կառուցում, պետք է նոր միացումներ լինել, այդ միացումները չկան, այսինքն դա դառնում է այդ բիզնեսմենների համար մեծ պրոբլեմ, ինչը որ հիմա կա։ Պարոն Կարապետյան, դուք մի տարի առաջ մինչև Հայաստան գալը եւ այդ հայտարարություն անելը Դուբայում էիք ապրում, խնդիրներ ունեիք Ռուսաստան գնալու, թե ոչ։ Ոչ, ես ապրում էի 3 ամիս Ռուսաստանում, 4 ամիս, 3-4 ամիս Դուբայում, Կներեք, դուք մեզ առույգ եք։ 2 ամիս Հայաստանում։ Գնաք։ Գնում ենք։ Մեզ պետք է առույգ։
Անպայման։ Պաշտպանության կարիք ունեք լրացուցիչ Ոչ։ բանկը։ Դուք Դուբայում ինչու եք Դուբայում ապրում, Ռուսաստանում խնդիր կար։ Ռուսաստանում խնդիր չկար, Ռուսաստանում սրտի է խնդիր կար։ Սրտի։ Ես ձմեռն էի գնում Դուբայ, որտեղից դուր էր գալիս։ Պարոն կապիտան, եւ մեկ ժամից բարձրնելու ծառայանի հասարակությունի հարցը, բայց սա առնչությամբ ինչ ունեք ասելու, գործարար է, գործընկերներ եք ի վերջո։ Ոչ միայն գործընկերներ ենք, մենք նաև ընկերներ ենք։ Իրենք վստահ եմ Սարուկյանին ոչ մի որոշումով չեն վախեցնելու։ Սարուկյանը ուժեղ հաղթանդամ տղամարդ է, դեռ իր խոսքը կասի եւ ընդդիմության հետ մասնակցի իշխանափոխության բոլոր ծրագրերին։ Բանկապետյան եւ ինձ հարցազրույցի առաջարկի հետ կապված ինչ մտածեցիք։ Էլի հարց ունեք, Նկատի ունեմ, նարեկ ոչ, նկատի ունեմ, Տիգրան հետ պայմանավորվեք, էլի։ դուք այսինքն ձեր համաձայնությունը տալիս, դուք դեմ չեք։ Բանկապետյանը ապուր։ Հարվածնող է։